Խնդրում եմ լսեք ինչ ասում։ Մի բան ունենք կարող բանակցություններով բերել, դա ազատ ապրելու իրավունք հայերի Արցախում։ Հիմա խնդրում եմ լսեք այս մարդուն, որ այդ խոստումը լսելով գնացել է իրենց հանրավակին։ Ես Սամվել Կարապետյանին ուզում եմ, որ ինքը լինի վարչապետը եւ ուժեղ Հայաստանում անպայման ապրելու ենք, եկեք մենք կվերադառնանք Արցախ եւ ժողովուրդը խաղաղ կապրեն երկնքի։ Իսկ հիմա լսեք թե այդ նույն հանրավակին ինչ է ասում Նարեկ Կարապետյանը եւ ինչ էր ասում մեկ ամիս առաջ։ Արցախի հարցում էր վերաբերմունքը։ Ամենակարևոր հարցը Արցախի մեր հայրենակիցներին Հայաստանում տնավորելն է այս պահին։ Երկրորդը վերադարձի հետ կապված։ Եկեք լինենք ազնիվ իրար հետ։ Ադրբեջանի այս ղեկավարը հնարավորություն չի տալու անվտանգ արցախցիներին այնտեղ ապրել։ Այսինքն մեկ ամիս առաջ նա խոստանում էր, որ իշխանության գալու դեպքում բանակցություններով այդ մարդիկ վերադառնալու են իրենց տներ եւ մարդիկ այդ հույսով եկել են իրենց հանրավակին, իսկ հիմա ասում է, որ դա իրատեսական չէ եւ հնարավոր չէ դա իրականացնել։ Իհարկե լավ է, որ ինչ որ ժամանակ անց վերջապես ազնիվ գտնվեցին եւ ասացին դրա մասին, բայց նույն կերպ նաեւ ինչ որ ժամանակ հետո բացատրելու են, թե ինչու իրենց խոստացած 300,000 աշխատատեղը հնարավոր չի ստեղծել, նույնիսկ եթերի ժամանակ հաշվեցին լրագրողների հետ ու հասկացան, որ դա հնարավոր չի, եւ նույնպես նաեւ հետո հասկանալու են, որ 0% հարկը նույնպես հնարավոր չի իրականացնել։